Ինչու են երեխաները սկսում չհարգել իրենց մորը։ Շատերը կարծում են, որ խնդիրը երեխայի մեջ է, բայց շատ հաճախ ամեն ինչ սկսվում է շատ ավելի վաղ։ Ամեն ինչ սկսվում է նրանից, ինչ երեխան տեսնում է տանը։ Եթե հայրը մշտապես բացակայում է, եթե նա ապրում է իր կյանքով, իսկ մայրը միայնակ իր վրա է կրում տան, երեխաների դաստիարակության, կենցաղի և բոլոր խնդիրների բեռը, ապա երեխան սկսում է մորը ընկալել ոչ թե որպես մարդ, այլ որպես անվերջ պահանջների աղբյուր։ Նա հիշեցնում է, դաստիարակում է, վերահսկում է, անհանգստանում և հենց նրա վրա է թափվում ամբողջ կուտակված զայրույթը։ Երբ հայրը ինքը չի հարգում մորը։ Երբ ընդհատում է նրան, ծաղրում է, արժեզրկում է նրա կարծիքը, կամ երեխաներին ցույց է տալիս, որ նրա խոսքերը ոչ մի նշանակություն չունեն։ Երեխաները միշտ սովորում են ոչ թե խոսքերից, այլ օրինակներից։ Եթե հայրը չի հարգում մորը, երեխան շատ արագ հասկանում է, որ կարող է ինքն էլ չհարգել։ Հետո ծնողները զարմանում են, թե ինչու են երեխաները կոպտում, վիճում, անտեսում մոր խնդրանքները։ Ճշմարտությունն այն է, որ մոր նկատմամբ հարգանքը սկսվում է նրանից, թե որքանով է նրան հարգում հայրը։ Իսկական տղամարդը չի խարխլում այն կնոջ հեղինակությունը, որը դաստիարակում է իր երեխաներին։ Նա աջակցում է նրան, կանգնում է նրա կողքին, որովհետև երեխան պետք է տեսնի ոչ թե պայքար ծնողների միջև, այլ միասնական թիմ։ Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները հարգեն իրենց մորը, սկսեք նրանից, որ ինքներդ ամեն օր ցույց տաք այդ հարգանքը։ Իսկ դուք ինչ եք կարծում, երեխայի հարգանքը մոր նկատմամբ իսկապես սկսվում է հոր վերաբերմունքից, թե ամեն ինչ շատ ավելի բարդ է։